2015 թվականի մարտի 4-ին Երևանում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում տեղի ունեցավ ողբերգական միջադեպ, որը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Կեսօրին հնչած կրակոցները կարճ ժամանակում փոխեցին իրավիճակը, տարածքում ստեղծելով խուճապ եւ լարվածություն։ Դեպքի արդյունքում մահացան 3 տղամարդ՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը եւ Մեսրոբ Նազարյանցը։ Լևոն Ղազարյանն եւ Դրաստամատ Թադևոսյանը մահացան հիվանդանոցի ճանապարհին, իսկ երրորդը դեպքի վայրում։ Միջադեպը տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում, սակայն դրա հետևանքները երկար քննարկման թեմա դարձան։ Առաջին արձագանքը եղավ արագ, իրավապահ մարմինները ժամանեցին դեպքի վայր, տարածքը մեկուսացվեց, սկսվեց ապացույցների հավաքագրումը։ Տեղում հայտնաբերվեցին մի քանի հրազեն եւ մեծ քանակությամբ փամփուշտներ։ Փորձաքննությունը հետագայում հաստատեց, որ կրակոցները կատարվել են հեծյալ զենքերից։ Վկաների ցուցմունքները կարևոր դեր խաղացին դեպքի ամբողջական պատկերը վերականգնելու գործում։ Նրանք նկարագրեցին միջադեպի ընթացքը նշելով, որ ամեն ինչ զարգացել է արագ եւ անակնկալ։ Տեսախցիկների ձայնագրությունները եւս օգնեցին հասկանալ շարժման ուղղությունները, մասնակիցների դիրքերը եւ գործողությունների հաջորդականությունը։ Քննությունը ցույց տվեց, որ միջադեպը նախորդել է երկարատև անձնական եւ թաղային հակադրություններ։ Մահացածներից երկուսը համարվել են ազդեցիկ դեմքեր իրենց համայնքում եւ նախկինում առնչվել են տարբեր կոնֆլիկտների, սակայն դեպքի օրը իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից եւ ավարտվել ողբերգությամբ։ Հետաքննությունը իրականացվեց մի քանի փուլով։ Քննվեցին վկաները, ուսումնասիրվեցին տեսանյութերը, կատարվեցին զենքերի եւ փամփուշտների բալիստիկ փորձաքննություն։ Հավաքագրված տվյալների համադրումը թույլ տվեց պարզել գործողությունների ամբողջական շղթան։ Նրանց եւ մահացածների միջև նախկինում առկա են եղել հակասություններ, որոնք ըստ նյութերի դարձել են բախման պատճառ։ Դեպքից հետո գործը փոխանցվեց դատարան։ Դատավարության ընթացքում քննվեցին բոլոր ապացույցները, վկաների ցուցմունքները, տեսագրությունները, փորձաքննությունների արդյունքները։ Դատարանը մանրամասն ուսումնասիրեց կրակոցների ուղղությունները, մասնակիցների դիրքերը եւ գործողությունների հաջորդականությունը։ 2016 թվականին դատարանը հրապարակեց վճիռը, 3 անց ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեցին ազատազրկման տարբեր ժամկետների։ Վճիռը հիմնվեց փաստական տվյալների, փորձագիտական եզրակացությունների եւ ցուցմունքների համադրության վրա։ Դատարանը եզրակացրեց, որ գործողությունները եղել են դիտավորյալ եւ ուղղակիորեն հանգեցրել են մարդկային կորուստների։ Նուբարաշենի միջադեպը դարձավ օրինակ այն բանի, թե որքան արագ են անձնական կամ թաղային հակադրությունները վերածվել անդառնալի հետևանքների։ Այն էլ ցույց տվեց իրավապահ համակարգի աշխատանքի մեխանիզմը դեպքի արձագանքից մինչև դատավճռի հրապարակում։ Այս պատմությունը կարևոր հիշեցում է, որ ցանկացած հակասություն, եթե չի կարգավորվում օրինական եւ խաղաղ ճանապարհով, կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Օրենքի գերակայությունը եւ իրավական գործընթացների իրականացումը այս դեպքում դարձան այն գործոնը, որոնք ապահովեցին գործի ամբողջական քննություն ու պատասխանատվության սահմանումը։ Նուբարաշենի դեպքը մնաց հանրային հիշողության մեջ ոչ միայն իր ողբերգականությամբ, այլ նաեւ որպես դաս, թե որքան կարևոր է կանխել հակադրությունների սրումը եւ պահպանել հասարակական անվտանգությունը։ Այդ օրը մահացավ Լևոն Ղազարյանը, հայտնի որպես Յորթմասի Լյովիկ Մակարոնով։ Նրա անունը տարիներ շարունակ կապվում էր Երևանի Յորթմասի թաղային միջավայրի հետ։ Այդ տարածքում ձևավորված ոչ ֆորմալ հարաբերությունների համակարգում նա համարվում էր ազդեցիկ դեմք, մարդ, որի խոսքը կշիռ ուներ եւ որի ներկայությունը որոշակի հավասարակշռություն էր ապահովում։ Թաղային հեղինակության գաղափարը Հայաստանում նոր երևույթ չէ։ Տասնամյակների ընթացքում տարբեր համայնքներում ձևավորվել են մարդիկ, որոնք պաշտոնական դիրք չեն զբաղեցրել, սակայն ազդեցություն են ունեցել իրենց շրջապատում։ Նրանց դերակատարությունը հաճախ երկակի է եղել։ Մի կողմից միջնորդել վեճերի ժամանակ, փորձել կանխել բախումները, մյուս կողմից ներգրավել հակադրությունների մեջ, որոնք ժամանակի ընթացքում խորացել են։ Լևոն Ղազարյանի կերպարը հենց այդպիսի միջավայրում էր ձևավորել։ Նրա մասին խոսելիս հաճախ նշում էին խոսքի տեր լինելու հանգամանքը։ Նման հեղինակությունը կառուցվում է տարիներով անձնական կապերի, հավատարիմ շրջապատի եւ որոշակի վարքագծային կանոնների հիման վրա։ Սակայն նույն այդ համակարգը նաեւ խոցելի է, երբ հարաբերությունները լարվում են, նախկին կապերը կարող են վերածվել հակադրության։ Նուբարաշենի միջադեպը շատերի համար դարձավ այդ համակարգի փխրունության օրինակ։ Այն ցույց տվեց, թե որքան արագ կարող է լարվածությունը վերածվել ողբերգության, երբ ներգրավվում են զենքեր եւ տարիներով կուտակված հակասություններ։ Այս դեպքը դիտարկվեց ոչ միայն որպես առանձին քրեական պատմություն, այլ նաեւ որպես սոցիալական երևույթ,
կապված թաղային մշակույթի և ազդեցության ոչ ֆորմալ կենտրոնների հետ։ Հասարակության արձագանքը բազմաշերտ էր։ Մեկ հատվածը դա ընկալեց որպես հերթական հանցագործություն, որը պետք է ստանա իրավական գնահատական։ Մյուսները քննարկում էին ավելի լայն հարց՝ ինչպես է հնարավոր, որ նման համակարգերը շարունակում են գոյություն ունենալ և ազդեցություն ունենալ երիտասարդների վրա։ Քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ ոչ ֆորմալ հեղինակությունները հաճախ լրացնում են այն վակումը, որը առաջանում է սոցիալական խնդիրների, գործազրկության կամ համայնքային կառույցների թուլության պայմաններում։ Այս պատմությունը նաև բացեց ավելի խորքային թեմա՝ ուժի և հեղինակության փոխկապակցվածությունը։ Երբ հեղինակությունը կառուցվում է վախի, ուժի ցուցադրման կամ հակադրությունների միջոցով, այն դառնում է անկայուն, իսկ երբ հակասությունները երկար ժամանակ չեն լուծվում իրավական և խաղաղ մեխանիզմներով, դրանք կարող են վերաճել բաց բախման։ Լևոն Ղազարյանի մահը շատերի համար դարձավ շրջադարձային պահ։ Այն ստիպեց նորից խոսել այն մասին, թե ինչ դեր պետք է ունենան օրենքը, իրավապահ համակարգ և համայնքային կառույցները նման միջավայրում։ Քրեական գործի քննությունը և դատարանի գործընթացը ցույց տվեցին, որ նման դեպքերը չեն կարող մնալ իրավական գնահատականից դուրս։ Օրենքի շրջանակում յուրաքանչյուր գործողություն ստանում է իր իրավական ձևակերպումը, և այդ գործընթացը կարևոր է հասարակական վստահությունը պահպանելու համար։ Միևնույն ժամանակ, այս պատմությունը նաև մարդկային ողբերգություն էր, անկախ սոցիալական դիրքից կամ հեղինակությունից։ Ցանկացած մահ նշանակում է ընտանիքների կորուստ, երեխաների ու հարազատների ցավ։ Այդ հանգամանքը հաճախ մնում է ստվերում, երբ հանրային ուշադրությունը կենտրոնանում է կոնֆլիկտի մանրամասների վրա։ Վերլուծաբանները նշում էին, որ նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է ոչ միայն իրավապահ խստություն, այլ նաև կանխարգելիչ աշխատանք համայնքներում, երիտասարդների շրջանում, կրթական և սոցիալական ծրագրերի միջոցով։ Երբ երիտասարդը տեսնում է այլընտրանքային զարգացման ուղիներ, կրթություն, աշխատանք, ինքնադրսևորում, թաղային հակադրությունների ազդեցությունը նվազում է։ Նուբարաշենի դեպքը մնաց որպես հիշեցում այն մասին, որ ոչ ֆորմալ ազդեցության համակարգը ժամանակի ընթացքում կարող է բախվել իրականությունն ու օրենքին, իսկ ցանկացած հակադրություն, եթե ժամանակին չի լուծվում, կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Նուբարաշենի այդ ողբերգական օրը դարձավ մի սահմանակից ոչ միայն կոնկրետ մարդկանց կյանքի, այլ նաև ամբողջ հասարակության ընկալումների համար։ Այն, ինչ սկսվեց որպես հերթական լարվածություն, ավարտվեց անդառնալի կորուստներով, և հենց այդ անդառնալիությունն է, որ ստիպում է կանգ առնել ու վերանել շատ հարցեր։ Այս պատմությունը միայն 3 մարդու մահվան մասին չէ, այն ավելի լայն պատկերի մասին է, այն միջավայրի, որտեղ հակասությունները տարիներով կարող են կուտակվել, չլուծվել, խորանալ և վերջում պայթել։ Այն հիշեցնում է, որ ցանկացած չկարգավորված վեճ, ցանկացած չխոսված խնդիր կարող է մի օր դուրս գալ վերահսկողությունից։ Լևոն Ղազարյանի անունը երկար ժամանակ կապվելու է այն դեպքի հետ, սակայն ժամանակի ընթացքում կարևոր է ոչ թե միայն հիշել անունները, այլ հասկանալ պատճառահետևանքային շղթաները, ինչու նման միջավայրում ձևավորվում են, ինչու հեղինակությունը երբեմն դառնում է հակադրության պատճառ, ինչու որոշ հակասություններ չեն լուծվում իրավական ճանապարհով, այլ հասնում են ծայրահեղ կետի։ Այս հարցերը միայն անցյալին չեն վերաբերվում, դրանք վերաբերում են ներկային և ապագային։ Հասարակության անվտանգության մակարդակը չափվում է ոչ միայն իրավապահների արձագանքով, այլ նաև կանխարգելման մեխանիզմներով։ Երբ համայնքներում գործում են առողջ հարաբերություններ, երբ երիտասարդները տեսնում են զարգացման իրական հնարավորություններ, երբ օրենքը գործում է հավասար և հետևողական կերպով, նման ողբերգությունների հավանականությունը նվազում է։ Դատական գործընթացը ցույց տվեց, որ իրավապահ համակարգը կարող է վերականգնել փաստերի ամբողջական պատկերը և տալ գնահատական կատարվածին, սակայն օրենքը գործում է արդեն կատարվածի վրա, իսկ իրական հաղթանակը լինում է այն ժամանակ, երբ նման պատմությունները չեն կրկնվում։ Այս դեպքը նաև հիշեցրեց մարդկային կյանքի արժեքի մասին, անկախ անցյալից, հեղինակությունից կամ դիրքից, յուրաքանչյուր կորուստ անփոխարինելի է։ Յուրաքանչյուր նման ողբերգություն ունի երկարատև ազդեցություն ընտանիքների, երեխաների, ընկերների վրա, այդ ցավը մնում է տարիներով։ Հասարակությունը հաճախ հակված է նման պատմությունները դիտարկել որպես հերթական քրեական նորություն, բայց իրականում դրանք սոցիալական ազդակներ են, դրանք ցույց են տալիս, թե որտեղ են համակարգային խոցելիությունները, որտեղ է անհրաժեշտ ուշադրություն, կրթություն, համայնքային աշխատանք, դրանք հնարավորություն են տալիս վերանայել արժեքները և առաջնահերթությունները։ Նուբարաշենի միջադեպը դարձավ նաև հիշեցում, որ ուժի մշակույթը երբեք կայունություն չի բերում։ Ցանկացած համակարգ, որը կառուցվում է վախի, հակադրության կամ ազդեցության ցուցադրման վրա, վաղ թե ուշ բախվում է իր սահմաններին, իսկ օրենքի գերակայությունը մնում է միակ երկարաժամկետ պաշտպանական մեխանիզմը։ Տարիներ անց նման դեպքերը պատմության էջերում կարող են մնալ որպես փաստեր, դատական գործեր, թվեր, բայց կարևոր է, որ դրանք նաև մնան որպես դասեր, թե որքան կարևոր է կանխել հակասությունները դեռ սկզբում,
որքան կարևոր է երկխոսությունը, որքան կարևոր է պատասխանատվությունը յուրաքանչյուր քայլի համար։ Այս պատմությունը մեզ հուշում է մի պարզ ճշմարտություն. անվտանգությունը միայն ոստիկանության կամ դատարանի խնդիրը չէ, այն հասարակական մշակույթի արդյունք է, այն ձևավորում է ընտանիքում, դպրոցում, համայնքում, եւ որքան ուժեղ է այդ մշակույթը, այնքան քիչ են նման ողբերգությունները։ Վերջում մնում է մեկ կարևոր միտք. անկախ բոլոր հանգամանքներից մարդկային կյանքը պետք է լինի գերագույն արժեք։ Երբ այս սկզբունքը դառնում է իրական առաջնահերթություն, հասարակությունը սկսում է փոխվել, իսկ նման պատմությունները դառնում են ոչ թե կրկնվող սցենար, այլ անցյալի ծանր հիշեցում, որը օգնում է կառուցել ավելի կայուն եւ անվտանգ ապագա։